Վերջապես 2.5 տարի հետո ես ավարտում եմ ջիպան, մուլտիմեդիա եւ լրագրության բաժինը։ Երկար ճանապարհ տևեց, բայց ես շատ հպարտ եմ եւ շատ ուրախ եմ։ Մայիսի 16-ը Հայաստանում նշվում է որպես ուսանողների օր։ 46 տարեկանում ունենալով ավելի քան 20 տարվա մասնագիտական փորձ, ես որոշեցի, որ պետք է նորից գնամ սովորելու եւ դառնամ ուսանող։ Ընդունվեցի Վրաստանի հանրային կապերի ինստիտուտի ջիպայի մուլտիմեդիա լրագրություն եւ մեդիա կառավարում ֆակուլտետի մագիստրատուրան։ Աննկարագրելի զգացողություն է, երբ հասուն տարիքում արդեն որպես ձևավորված եւ գիտակից մարդ նորից մտնում ես լսարան։ Բարդ էր կհարցնեք դուք, աննկարագրելի, որովհետեւ գործ ունես բոլորովին այլ սերնդի ներկայացուցիչների հետ, որոնք սկզբում զարմանքով են քեզ նայում, հետո թերահավատ քմծիծաղով, իսկ վերջում դուք դառնում եք լավագույն ընկերներ։ Երեխեք 21 է, բազմազավակ մայրը եկել են քնության ենք պատրաստվում, տենց ինձ ուրախացնելու համար շողշողուն գոհարեսն են դնում։ Գոհարես Երբ երիտասարդ ենք, հաճախ չենք գնահատում ուսանողական տարիները։ Միայն տարիներ անց ենք հասկանում, որ դրանք թերևս մեր ինքնակրթման եւ ինքնարեալիզացման լավագույն ժամանակներն էին։ Պատահական չէ, որ հենց ուսանողներն են ցանկացած հասարակության սոցիալական բուլդոզերը։ Նրանք են միշտ ամենաակտիվը, ամենապայքարողը եւ առաջ մղողը։ Շնորհավորում եմ բոլոր ուսանողներին։ Վայելեք ձեր կյանքի այս լավագույն եւ անկրկնելի ժամանակահատվածը։